Նյարդաբանությունը մի մասնագիտություն է, որը շատ սերտորեն առնչվում է սրտաբանության հետ։ Բժշկությունը ես կարծում եմ այն ինչ իմ հետ ծնվել է։ Նման դեպքերում կարծում եմ նախաձեռնությունը դատապարտված է հաջողության։ Առանց արարելու ապրել ես իմաստ չեմ տեսնում դրա մեջ։ Պացիենտների մի զգալի տոկոս միայն բառը գիտի եւ լավ չի պատկասում դա ինչ է։ Կաթվածը դա գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է։ Հաճախ պացիենտները գալիս են ասում երկու ձեռքս էր թուլացել։ Այստեղ մարդկանցից հասնում է չկորցնել այդ ոսկի ժամանակը եւ ահազանգել հենց առաջին րոպեներից շտապօգնություն։ Սիրելի բարեկամներ, հաղորդման գլխավոր գործընկերն է կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային արտահիվանդանոցային խնամքով զբաղվող բժշկական կենտրոն է, որի նպատակն է ապահովել ամբողջական պացիենտակենտրոն խնամք սիրտանոթային խնդիրներ ունեցող բուժառուների համար։ Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ նկարագրության բաժնում։ Շնորհակալություն։ Ողջույն բարեկամներ, ահա կրկին երեքշաբթի երեկո է եւ ձեզ հետ է կարդիոլաբն ու ես սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը։ Ցանկանում եմ հիշեցնել, որ մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի լինենք ավելի գրագետ, ավելի առողջ եւ սեփական առողջության վերաբերյալ որոշումները բժշկական հանրույթի հետ կիսող քաղաքացիներ։ Եթե հավանում եք այն, ինչ անում ենք, ապա առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հետագա հաղորդումները։ Իսկ այսօրվա մեր հաղորդման հյուրը մի հրաշալի անձնավորություն է։ Մարդ, ով կրում է պատասխանատվություն այն պացիենտների համար, որոնք անպայմանորեն առնչվում են սրտաբանության հետ եւ իր ոլորտը նույնպես շատ կարեւոր է սրտաբանության համար եւ հարակից ընթանում են միաժամանակ բուժելով հիվանդությունները։ Խոսքս նյարդաբանության մասին է։ Բարեկամներ, այսօրվա իմ հյուրն է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդաբանական ծառայության ղեկավար բժշկուհի Եկատերինա Հովհաննիսյանը։ Ողջույն բժշկուհի ջան։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն, որ հյուր եք եկել մեզ այսօր եւ սիրով ցանկանում եմ զրուցել նյարդաբանության առանձնահատկությունների վերաբերյալ։ Նյարդաբանությունը մի մասնագիտություն է, որը շատ սերտորեն առնչվում է սրտաբանության հետ եւ երևի ես կասեի ամենից հաճախ է առնչվում սրտաբանության հետ, քանի որ հիվանդությունների ծագման աղբյուրները եւ պատճառները հիմնականում համընկնում են միմյանց հետ, բայց նախքան նյարդաբանությանը եւ նյարդաբանական խնդիրներին անդրադառնալուն ցանկանում եմ որ կիսվեք մեր հանրության հետ ձեր անցած ճանապարհով եւ մի փոքր պատմեք թե ինչպես եղավ, ինչպես առաջացավ այն որոշումը բժիշկ դառնալու եւ ինչ ճանապարհ անցաք մինչեւ հասաք այսօրվան։ Շնորհակալություն Տաթևիկ ջան առաջին հրավերի համար։ Բնականաբար բժիշկ դառնալու որոշումը միշտ չէ որ սպոնտան է լինում, ինչ որ մի բաներ ուղղորդում են կյանքի ընթացքում, նույնն էլ երևի թե իմ իրավիճակում է եղել, մանկուց մայրս լինելով բժիշկ, միշտ նաև օրինակ ծառայելով ինձ, ես երազել եմ բժիշկ դառնալ, բայց այն ժամանակահատվածը, երբ որ պիտի այսպես ասած ավագ դպրոց գնալու ժամանակն էր, ճիշտ է այն ժամանակ ուրիշ ստրուկտուրա ուներ դպրոցը, բայց երբ որ գնում էր քոլեջ, որտեղ պիտի ընտրեիր քո նեղ մասնագիտացումը, ինձ համոզեցին, որ բժշկությունը չափազանց ծանր մասնագիտություն է աղջկա համար, պատասխանատվությունը շատ մեծ, համոզեցին գնալ հումանիտար ուղղությամբ, բայց ընդհանրապես ինձ հետ ա եղել, վերջացնես կպատմեմ այդ։ Ընդհանրապես դա 1 տարի տևեց, որովհետև 1 տարի հետո առանց ծնողներից զգուշացնելու ես փոխեցի նորից դեպի կենսաբանական ուղղվածություն եւ ավարտելուց հետո դարձա բժիշկ, բայց այդ ընթացքում նաև եղան բաներ, որոնք իմ որոշման վրա վերջնական ազդեցություն ունեցան։ Ցավոք սրտի դժբախտ պատահարը ծնողներիս հետ կապված, երբ մորս ուղակի փրկեցին նույն անհավանական վիճակից, որ ամբողջ աշխարհը չէր հավատում դրան։ Ես կարծես թե միսիա վերցրեցի ինձ վրա, որ ես միշտ պիտի լինեմ մարդկանց կողքին։ Ու հետեւաբար պատմեցիր, որ մի տեսակ փշակաղվեցի մի անգամից։ Շատ sense խորը արմատավորված է փաստորեն բժիշկ լինելու։ Ես ինքս էլ առաջին անգամ լսում սրա մասին ու շատ։ Ես
դեռևս եւ այլևս չեմ պատկերացնում, որ ես ուրիշ բան կարող եի ընտրել իմ կյանքի ընթացքում։ Հիմա էլի եթե մտածում եմ ուրիշ ինչ մասնագիտություն կընտրեի, տարբերակներ կան, բայց իրենցից ոչ մեկը ինչ դու զգում ես ներսից։ Ու բժշկությունը ես կարծում եմ այն ինչ իմ հետ ծնվել է։ Առաջինը օգնել մարդկանց, երկրորդը փորձել դա անել գրագետ ամենակարևորը չվնասելու սկզբունքով։ Փաստահեն, ապացուցահեն կերպով, չէ՞։ Այո, ոնց մենք փորձում ենք աշխատել։ Շատ հետաքրքիր է։ Եվ կարծում եմ, որ քո հաջողության գաղտնիքն էլ ինչ որ առումով էստեղ է թաքնված, որովհետև երբ մենք փորձում ենք ստանալ մեր քայլերի արդյունքում փորձում ենք ավելի շատ ստանալ product, արդյունք, այլ ոչ թե մեր անձը լրացնող ինչ որ մի բան, այլ արդյունք հանրության համար, նման դեպքերում կարծում եմ նախաձեռնությունը դատապարտված է հաջողության։ Միանշանակ համաձայն եմ ձեր հետ ու կարծում եմ միշտ արդարացված են այն դժվարությունները, որոնցով անցնում է բժիշկը կարողանալով եւ որակ ապահովել եւ չկորցնել մարդկությունը։ Դա իրոք չափազանց բարդ գործընթաց է, բայց միևնույն է, եթե կան ներքին ուժեր, արտաքին ուժերը անզոր են դրանք խափանել։ Այ որտեղից է բժշկուհի Հովանեսյանը իր ռեսուրսները վերցնում, որպեսզի կարողանա շարունակի կատարել իր ծանր գործը եւ ծառայել մարդկությանը։ Երևի թե մոտիվացիան ուղղակի այդ լավ գործ անելու մեջ է ավելի շատ։ Իհարկե, շրջապատը, ընկերներ, բարեկամներ, ընտանիքի անդամներ, բոլորը եւս ինչ որ առումով որոշ էտապներում լոկոմոտիվ են հանդիսանում, բայց մոտիվացիան մարդկության համար կոնկրետի մոտ, չգիտեմ, երևի դա մանկուց է թե բնածին է նստած, բայց մարդկության համար ինչ որ կարևոր ու արժանապատիվ բան անել, բայց ոչ թե ուղղակի ապրել։ Ինքնության էլեմենտ կա։ Երևի միգուցե չեմ կարող բացատրել ինչու։ Այդպեսի մի բայց բժիշկները հաճախ փորձում են իրենց ինչ որ նման կա այդպիսի էլեմենտ բնականաբար, բայց դա նաև ծառայելու երևույթ է, որ ասենք դու փորձում ես բարիք բերել հանրության համար, նույնպես շատ կարևոր մոտիվացիա կարող է լինել ինձ համար, օրինակ։ Իհարկե, միանշանակ դա կա, բայց մյուս կողմից էլ առանց արարելու ապրել, ես իմաստ չեմ տեսնում դրա մեջ։ Կյանքին իմաստը ուղակի բարեկեցիկ ապրելը չի կարող լինել բավարար պայման։ Ապրելուց պիտի նախ արժանապատիվ ապրել, երկրորդն էլ օգտակար մարդկության համար։ Հիացած եմ։ Եվ մենք իհարկե առանձին էլեմենտ չի։ Այո, յուրաքանչյուր մարդ իր շրջապատի կարևոր մասնիկն է եւ առանց շրջապատի մարդը դժվար է որ գոյատևի։ Չէ՞։ Միանշան։ Ռոբինզոն Կրուզոն կա։ Այո։ Okay, շատ լավ։ Արի մի փոքր մասնագիտականին անցում կատարենք եւ ամենից հաճախ ես առնչվում եմ ինսուլտի կամ ուղեղային կաթվածի ուղեղի արյան շրջանառության երևույթի հետ մեր պացիենտների հետ աշխատանքում։ Այ ինչ է ինսուլտը, որովհետև գրեթե համոզված եմ, ինչպես հաղորդումից առաջ զրույցում նշեցի, որ պացիենտների մի զգալի տոկոս միայն բառը գիտի եւ լավ չի պատկերացնում դա ինչ է, ինչպես է տեղի ունենում եւ ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել խուսափելու համար նման խնդիր, նման ծանր հաշմանդամության կամ նույնիսկ մահվան հարց հասցնող խնդիր ունենալուց։ Լինելով իհարկե անոթային պաթոլոգիա, ամենահաճախ հանդիպող այն հիվանդությունն է, որտեղ սրտաբան ունի արթաբանը միշտ ձեռքի բռնած են գնում, որովհետև անոթը չի լինում այնպես, որ իզոլացված միայն ախտահարված լինի մի օրգան համակարգում։ Դրա համար մենք այո շատ հաճախ ենք առնչվում այդ հարցի շուրջ, որովհետև մեկը մյուսի հետևանք կարող է նաև լինել ու փորձելու ենք կանխարգելել ռիսկերը հենց երկու պաթոլոգիաները լավացնելու նպատակով։ Իսկ ինչ է իշեմիկ ինսուլտ կամ առհասարակ կաթված հասկացությունը, որտեղ միայն իշեմիկ տարբերակով չունենք, կաթվածը դա գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է։ Ինքը կարող է լինել իշեմիկ տիպի, երբ ունենք անոթի օկլյուզիա, անոթի փակում տրոմբով կամ ինչ-որ այլ պատճառներով եւ արդյունքում արյան մատակարարման խանգարման հետևանքով տվյալ զոնան ուղեղի կարող է մեռուկանալ։ Եվ ունենք հեմորագիկ տարբերակ, երբ կատարվում է անոթի պատի պատռում, տարբեր ռիսկի ֆակտորների հետ կապված ու ունենում ենք արդեն արյան զեղում գլխուղեղի պարենխիմայի մեջ կամ սուբարախնոիդալ տարածությունում կախված արդեն խնդրի լոկալիզացիայից։ Փաստորեն բարեկամներ հասկացանք, որ իշեմիկ ինսուլտը դա մոտավորապես նույն երևույթն է, ինչ
ինչ տեղի է ունենում սրտամկանի ինֆարկտի ժամանակ, սակայն լոկալիզացիան արդեն գլխուղեղում է եւ բնականաբար պարզ է գլխուղեղի որոշակի զոնայի մեռուկացման արդյունքում ինչ վտանգավոր ու ծանր հետևանքներ կարող են պատահել պացիենտների հետ։ Տեսեք, մինչև չկատարվի գլխուղեղի կատե կամ MRT հետազոտություն, մենք չենք կարող դիֆերենցիալ այդ երկու տեսակները։ Ու ինչը պիտի հանրության համար ահազանգ լինի, անկախ տարիքից, ցանկացած նյարդաբանական սուր դիֆիցիտ, որը կարող է լինել ձեռքի ոտքի թուլություն, խոսքի խանգարում, հավասարակշռության կորուստ, տեսողության վատացում, այս բոլոր նշանները ահազանգ են հնարավոր ինսուլտի համար եւ մինչև չժխտվի այլ պատճառը, պետք չէ դա աչքա թողանել, այսինքն համար մեկը պիտի լինի վերցնել հեռախոսը եւ ահազանգել շտապ օգնություն։ Արտասահմանում դա մանկուց մանկապարտեզում են սովորեցնում, ու այդպես լիքը երեխաներ իրենց պապիկների ու տատիկների կյանքն են կարողանում փրկել միայն ճանաչելով հիվանդությունը։ Դրա համար այդ սանդղակներ ասածը կամ սիմպտոմոկոմպլեքս ասածները, որոնք մարդկանց կողմից ճանաչելի լինելու դեպքում կկարողանանք շատ արագ օգնություն ցույց տալ։ Այս պարագայում մենք կարողանանք կանխարգելել ոչ միայն հաշմանդամությունը, այլ որոշ դեպքերում նաև փրկել կյանք։ Իսկ այ խոսեցինք ձեռքի ոտքի թուլության մասին, ինչ բնույթ դա կարող է կրել, այսինքն հաճախ պացիենտները գալիս են ասում երկու ձեռքս էր թուլացել կամ երկու ոտքս կամ միայն մի ձեռքս, ինչքան է դա հավանական, որ ինսուլտի նշան լինի եւ ոնց տարբերակ են։ Ամենահավանական տարբերակը միակողմանի ախտահարումն է, բայց երկու իրար նման մարդ, քանի որ չկան աշխարհում առհասարակ լրիվ միանման, բնականաբար հիվանդությունը կարող է առանձնահատկություն ունենալ։ Ամենամեծ ահազանգը հանկարծակի առաջացած գանգատն է, թուլությունն է։ Այսինքն մարդը մի քանի օր սենց թմրել էր կամ թուլացել էր, գնալով խորանում է, բնականաբար ինսուլտի մասին չենք մտածում այս պարագայում։ Մի քանի րոպե առաջ լրիվ առողջ էր, ընդհանրապես չուներ ձեռքի ոտքի թուլություն եւ մի անգամից կտրուկ սկսեց միակողմանին ամենամեծ ահազանգն է, կարող է լինել առանձին ձեռքի կամ ոտքի տարբերակով։ Երկկողմանի դա շատ հազվադեպ հնարավոր տարբերակ է, որպեսզի ինսուլտ լինի այդ պարագայում, բայց ամեն դեպքում ավելի ճիշտ է ահազանգել։ Ուղեղաբնի ինսուլտներն էլ միայն երկու, օրինակ ոտքի կամ երկու ձեռքի չեն լինի, կլինեն 4 վերջույթի թուլությունով կամ թմրացությունով, նայած ինչի մասին ենք խոսում, ու ուղեղաբնի կաթվածները մեծամասամբ կարող են նաև ընդհանուր երևույթներով ընթանալ, ինչպիսիք են սրտխառնոց, փսխում, հավասարակշռության կորուստ, որը կարող է նշան լինել ուղղակի բարձր ճնշման, բայց պետք չի նստել, սպասել ժամեր, օրեր, որովհետև այն ոսկի ժամանակը, որ առաջի 4 ժամն են ինսուլտից մարդուն օգնություն ցույց տալու հաշմանդամությունից փրկելու կամ կյանքը փրկելու համար պետք չի բաց թողնել։ Շատ ավելի կարճ, քան ինֆարկտի դեպքում, որովհետև այնտեղ մենք 6-ից 12 ժամ դեռ կարող ենք աշխատել եւ փորձել ամեն 15 րոպեն 1 միլիարդավոր նեյրոններ ուղակի անդառնալի կարող են վնասվել ու այս պարագայում օգնությունը իհարկե ինչքան ձգձգվում է, այնքան շատ ավելի անիմաստ է լինում։ Փաստորեն, բարեկամներ, եթե ունեք նման գանգատ, որը հանկարծակի առաջացած թուլությունն է վերջույթներում, արտահայտված գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, դեմքի ծռվածություն, խոսքի խանգարում կամ տեսողության սուր խանգարում, ապա հիշեք, որ րոպեները կարևոր են, ինչքան արագ դուք հասնեք կենտրոն, որտեղ կարող են ռեկանալիզացիա անել, բացել ձեր խցանված անոթը կամ բուժել արյունահոսությունը, այդ այնքան ձեր հավանականությունը կյանքը փրկելու եւ հաշմանդամությունից խուսափելու ավելի մեծ է լինում։ Այ խոսեցինք ճնշման բարձրացման վերաբերյալ, ես կուզեի մի փոքր ավելի մանրամասնենք սա։ Ճնշման բարձրացումը ինչ դեր ունի ինսուլտների իշեմիկ կոնկրետ եւ հեմորագիկ առանձին, երկուսն էլ կուզեի էլի քննարկենք առաջացման մեջ եւ կլինիկորեն հնարավոր է արդյոք դրանից ելնելով տարբերակել, թե ինչ ինսուլտի հետ գործ ունենք։ Իհարկե զարկերակային գերճնշումը ռիսկի գործոն է երկու տեսակի կաթվածների համար էլ, ինքը ռիսկի ֆակտորների մեջ առաջին տեղն է գրավում երկու պարագայում էլ։ Կլինիկորեն
գրեթե հնարավոր չէ տարբերակել։ Եզակի երևույթներ կարող են լինել ուղեկցող, որոնք կողմնորոշվեն։ Դրա համար նեյրովիզուալիզացիան, այսինքն գլուխ կատե կամ MRT հետազոտություն անելը առաջնային ընտրության եւ հրատապ հետազոտությունը, որը մեզ կդիֆերենցի, որովհետեւ տեսակներն ու բուժումները շատ տարբեր են։ Եթե իշեմիկ կաթվածի ժամանակ մենք մեր գործողությունները նպատակաուղղված են այդ փակված անոթը բացելուն տրոմբոլիտիկ թերապիայով կամ տրոմբեկտոմիայի տարբերակով, ապա հեմորագիկի ժամանակ հակառակ մենք այդ վնասված պատը պիտի կարողանանք փակել։ Դա ինչքան արագ է պետք անել, մենք ինչ ռեսուրսներ ունենք, ցուցումներ, հակացուցումներ ունենք, թե չէ լրիվ կախված է տարբեր ֆակտորներից, սկսած գլխուղեղի առանձնահատկություններից վերջացրած կլինիկական եւ այլն։ Բայց ամեն դեպքում մինչև չարվի վիզուալիզացիա հնարավոր չէ հստակ երկուսը դիֆերենցիալ իրար հետ։ Հաճախ մենք մասնագիտական դիլեմայի առաջ ենք կանգնում։ Գիտենք, որ նախասրտերի ֆիբրիլյացիան կամ շողացող արիթմիան շատ մեծ ռիսկ ունի ինսուլտ առաջացնելու եւ տարիքի հետ այդ ռիսկը բարձրանում է։ Եվ մենք պարտավոր ենք այդ պացիենտներին նշանակել անտիկոագուլյացիա, այսինքն արյան մակարդելիություն իջեցնող պրեպարատներ, որպեսզի սրտում թրոմբ չառաջանա եւ ինսուլտի պատճառ չհանդիսանա։ Արդյոք մենք անտիկոագուլյանտ նշանակելով եւ շատ հաճախ այդ պացիենտները նաեւ հիպերտոնիկներ են, այսինքն բարձր ճնշման խնդիր են ունենում, որը միշտ չի որ շատ հաջողությամբ է վերահսկվում, ելնելով իրենց հաճախելիությունից, պրեպարատների պատասխանելու աստիճանից եւ այլն։ Արդյոք մենք իրավունք ունենք հիպերտոնիկ պացիենտներին նշանակել այդ անտիկոագուլյացիան եւ որքան է այն ռիսկը, որ բարձրանում է հեմորագիկ ինսուլտ արդեն ունենալու հավանականությունը գլխուղեղում, արյունազեղում։ Տեսեք, նախասրտերի ֆիբրիլյացիան կամ շողացող արիթմիան, որ ավելի ընդունելի կամ լսելի տերմին է մեր իրականության մեջ, դա սրտի թրթռումն է կամ արիթմիկ աշխատանքը, որի ժամանակ турբուլենտ հոսքի պատճառով առաջանում են տրոմբեր։ Դրանք կարող են լինել միկրո, կարող են լինել ավելի մեծ տրոմբեր, որոնք որոշակի ժամանակին կամ ինչ-որ մի պահի կարող են բարձրանալ վեր, գնալ դեպի գլխուղեղ ու բերել գլխուղեղի իշեմիկ կաթվածի։ Ու եթե մարդու ունի շողացող արիթմիա, իր մոտ 3-ից 5 անգամ ավելանում է ռիսկը իշեմիկ կաթված ունենալու համար։ Ուստի սա լուրջ մարտահրավեր է, որպեսզի մենք կարողանանք կանխարգելել այդ կաթվածը, եթե մարդու մոտ արդեն ֆիքսել ենք շողացող արիթմիան։ Մենք ինչ ենք անում այս պարագայում, առաջինը գնահատում ենք ռիսկերը։ Բնականաբար առանց անտիկոագուլյանտի այդ տրոմբերի հետ պայքարել չենք կարող, բայց պիտի ընտրել այն ոսկի միջինը, որտեղ մենք պացիենտին ավելի օգտակար կլինենք, այսինքն նժարին կդնենք օգուտը միշտ, քան թե ուղակի ուղեցույցային ցուցումները այս պարագայում։ Կան մի շարք սանդղակներ, որոնցով մենք գնահատում ենք այդ արյունահոսական ռիսկը։ Դրանց մեջ նաև տեղ է գրավում բարձր զարկերակային ճնշման կառավարումը։ Եթե այն կառավարելի չէ ու միայն միակ ռիսկի գործոնը այս պարագայում դա է, կարող ենք որոշակիորեն դոզան փոքրացնել, բայց չենք կարող չնշանակել այս պարագայում անտիկոագուլյանցիա։ Ու սովորաբար մեծամասամբ կառավարելի են լինում ու մենք հենց այն ցուցումային դոզայով, որը պիտի գնա պացիենտին ի սկզբանե նշանակում ենք, եթե խոսքը առաջնային կանխարգելման մասին է, բայց եթե երկրորդային, այսինքն մարդու մոտ արդեն մի անգամ ինսուլտ եղել է, նոր է հայտնաբերվել ու պիտի անտիկոագուլյանտ նշանակենք, մենք այստեղ նաև ուրիշ ռիսկի գործոններ ենք հաշվի առնում։ Ինչքան է անցել սկզբից, ինչ ծավալի իշեմիկ կաթված ունի ու հաշվելով արյունահոսական բոլոր ռիսկերը կարողանում ենք այս դեպքում նոր անտիկոագուլյանտ ընտրել, ու տեսակի մեջ էլ, դոզայի մեջ էլ։ Այ կաթվածի սուր փուլում արդյոք նշանակվում է անտիկոագուլյացիա, ինչպես են վարվում այդ պացիենտները, եթե օրինակ ունեցել է կաթված, եկել է կլինիկա, հիվանդանոց եւ կատարվել է միջամտություն, անոթը բացվել է եւ արյունահոսքը վերականգնվել է։ Եթե չունենք ձևավորված իշեմիկ ասենք արյան հոսքը բացելուց հետո չի ձևավորվել մեծ իշեմիկ զոնա, բնականաբար արդեն 3-4 օրվանից սկսած կարող ենք անտիկոագուլյացիան գումարել մեր բուժմանը, բայց եթե կա արդեն ձևավորված, կախված իր չափից, տեղակայումից, կարող է որոշակիորեն հետաձգվել մաքսիմում մինչև 2 շաբաթ։ Ցուցումներով միջինում 10 օր, բայց նայած մյուս ռիսկերը համադրելով ինդիվիդուալ միշտ այդ որոշումը կայացվում է, երբ կարող ենք մենք համադրել անհրաժեշտ դոզայով անտիկոագուլյացիան,
որովհետև ուղղակի օրինակ խորանից տրոմբոզները կանխարգելելու համար հենց առաջի օրից անտիկոագուլյացիան մենք գումարում ենք բուժմանը, բայց դրանց դոզաները ավելի փոքր են, քան այն դոզան, որը պիտի կանխարգելի կաթվածի նոր կաթվածի առաջացումը։ Մեր երկրում նորություն է բոլորովին կաթվածի միջամտական բուժման ծրագիրը։ Կուզեի, որ մի փոքր լուսաբանես եւ տեղեկացնես, թե ինչ աշխատանք է իրականացնում այդ ծրագիրը, ինչքանով է ավելի բարելավում արդյունքները եւ ինչ կարիքներ կան, որոնց վրա կարելի է շեշտադրում դնել ապագայում բարելավելու նպատակով։ Ծրագիրը որպես այդպիսին օֆիցիալ պետական ծրագիր գործում է 2019 թվականից, երբ պետությունը հանձն առավ այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են տվյալ օգնությունը ցույց տալու համար, իսկ որպես գործողություն միջամտություն 2010 թվականից դեռևս Հայաստանում կար փորձ, կար առաջի քայլերը, բայց ինքնին եւ ներվիրատական ծախսերը եւ դեղորայքը, որ օգտագործվում է դեպքում այնպիսի գներ էին, որ ոչ մի պացիենտ իր գրպանը չուներ հիվանդանոց մտնելուց, իսկ որոշումը ֆիբրինոլիտիկների մասին է։ Եվ ֆիբրինոլիտիկի եւ էնդովասկուլյար թերապիայի ժամանակ բոլոր գործիքները, որ օգտագործում են, երբեմն մինչեւ մի քանի միլիոն դրամի է հասնում այդ ծախսերը ու պացիենտը հաստատ այդ պահին գրպանում չի ունենալու, որ այդ հարցը կարգավորել։ Երբ մենք օրինակ չէինք կարողանում պացիենտներին առաջարկել փորոքների կծկումները վերասինքրոնիզացնող սարքի իմպլանտացիա, այն ժամանակ պետպատվեր չունենք այդ հարցում եւ դա շատ բարձր արժեքների հետ էր կապված ու եզակի անձինք էին, որ կարողանում էին։ Սրանք այն ոլորտներն են, որտեղ պետությունը պարտավոր է իր վրա վերցնել պատասխանատվությունը։ Այո, այս ուրգենտ վիճակներում, երբ որ կյանք եւ հաշմանդամությունության հարց է դրված նժարի վրա, արտադիր պետք է լինի պետության օգնությունը ու փառք Աստծո ամեն դեպքում այս պահի դրությամբ ծրագիրը ակտիվ գործում է եւ երկու միջամտություններն էլ հակացությունների բացակայության դեպքում իրականացվում են համապատասխան կենտրոններում, այստեղ մարդկանցից հասնում է չկորցնել այդ ոսկի ժամանակը եւ ահազանգել հենց առաջին րոպեներից շտապ օգնություն ու չսպասել ժամեր, որ օգնությունը արդեն չկորցնի իր իմաստը։ Առաջին 4 ժամը ոսկե ժամերն են եւ ինչքան շուտ այնքան լավ։ Իսկ մի հատ նուրբ հարց էլ, եթե ես պացիենտ եմ գտնվում ինչ-որ միտեղ Երևան քաղաքում, շտապ օգնությունը եկավ, ես ինսուլտ եմ տանում, իրենք անպայման ինձ կտեղափոխեն միջամտական կենտրոն։ Այո, պարտադիր։ Կտանեն այլ հիվանդանոց, որտեղ չկա այդ հնարավորությունը։ Չէ, միանշանակ պիտի տանեն այնպիսի կենտրոն ու այդպես էլ արվում է, որտեղ կարող են ցույց տալ այդ առաջի օգնությունը, եթե խոսքը առաջի 4 ժամերին, այսինքն մասնագիտացված կենտրոններ պիտի տեղափոխվեն ու ամենամոտ մասնագիտացված կենտրոնը, որպեսզի ճանապարհի վրա էլ չկորի այդ ոսկե ժամանակից որևէ հատված։ Կենտրոն ունենք։ Ներկա պահի դրությամբ Երևանում 4։ 4-ն են, իսկ մարզում։ Մարզերում ունենք միայն Գյումրիում եւ Վանաձորում, որը դեռ ստեղծման ու վերաձևավորման этаպում է։ Ну, շատ իհարկե հասկանալի է, որովհետև թե տեխնիկական, թե մասնագիտական շատ լուրջ ներդրում է պահանջում նման ծառայություն հիմնելը, չէ։ Այստեղ հարցը ոչ միայն միջամտությունները անելն է, այլ նաև այդ հար միջամտական ընթացքում այդ պացիենտների խնամքը, որոնք կարող են նաև ծայրահեղ ծանր վիճակում լինել։ Իհարկե ոչ միշտ են, որ միջամտությունները բարեհաջող ելք են ունենում, շատ առանձնահատկություններ կան, էֆեկտիվությունը միշտ չի, որ ապահովում է 100% հասանք այդ 4 ժամում, ուրեմն միանշանակ այդ անոթը կբացվի կամ առանց բարդությունների կընթանա, հետևաբար հետ միջամտական ժամանակահատվածը եւս ծանր է շատ ու ես կասեի ավելի ծանր, քան բուն միջամտության process-ը ու պետք են մասնագիտացված կենտրոններում ոչ միայն անհրաժեշտ մասնագետներ, այլ նաև պայմաններ, որպեսզի կարողանան այդ ծանր վիճակը խնամքից սկսած վերջացրած միջամտություններով ապահովել։ Միջինում քանի օր է անցկացնում հիվանդանոցում միջամտված պացիենտը եւ չմիջամտված պացիենտը։ Մի քիչ sense ընդհանրացնել դժվարանում եմ ասել, որովհետեւ կախված համեմատության մեջ ենք դնում ինսուլտի չափերը, տեսակները եւ այլն։ Ну, միջինում մնալը իհարկե 3 օրը
միջամտված պացիենտների համար է մոտավորապես 7 օրը չմիջամտված պացիենտների, բայց կան ինսուլտներ, որոնք ամիսներով են ուղղակի մնում հիվանդանոց։ Բնականաբար, դրա համար եմ հենց հարցնում, որտեղ գիտեմ, որ սա նաև շատ մեծ բեռ է համակարգի վրա, եւ իհարկե միջամտելը նույնիսկ եթե ինքը թանկարժեք է, շատ ավելի ծախսարդյունավետ կարող է լինել պետության երկրի համար, քան միանշանակ ու այդպես երկար բուժելը եւ արդյունքի առանձնապես չհասնել։ Երբեմն լինում է նույնիսկ մի օր են հոսպիտալիզացվում արդյունավետ ելքի դեպքում։ Ես շատ լավ հիշում եմ իմ անձնական օրինակով, երբ իմ եղբորը նման խնդիր պատահեց, մենք շատ էֆեկտիվ կարողացանք հեմորագիկ ինսուլտ էր իրականում եւ շատ էֆեկտիվ կարողացանք այդ հարցը լուծել եւ ես շատ մինչ օրս շատ շնորհակալ եմ, որ մենք կարողացանք ոնց որ մեր երկրում արդեն կար այդ ժամանակել այդ ծառայությունները եւ ցավոք հեմորագիկ կաթվածների վարման համար անհրաժեշտ միջամտությունները դեռևս պետպատվերի շրջանակներում չեն, խոսքը սուր էտապի մասին է, երբ որ սուբարախնոիդալ արունազեղմով պացիենտները գալիս են, կա պատրված անևրիզմա եւ այլն, դեռևս այս հատվածը պետության կողմից չի հովանավորվում, ինչը ավելի ցավալի է այն առումով, որ երիտասարդ տարիքն է այստեղ ավելի տուժում, որովհետև հեմորագիկ եւ հատկապես սուբարախնոիդալ կաթվածները բնորոշ են ավելի երիտասարդներին։ Միանշանակ եւ բնածին ինչ որ անոմալիաներ են, չէ՞, դրանց հիմքում ընկած, ասենք գլխուղեղի անևրիզմայի կամ մալֆորմացիաների մասին ենք խոսում, որոնք կարող են պատրվել, արունահոսել, այո, իրենք բնածին են մեծամասամբ լինում եւ դրսեւորվում են արդեն վաղ տարիքում ու հեմորագիկ կաթվածներից մահացությունը շատ ավելի բարձր տոկոս ունի, քան իշեմիկ կաթվածներից։ Ես նաև հաճախ տեսնում եմ պացիենտներ, որոնք տարել են ինսուլտ, բայց պատճառը հայտնի չէ։ Ինչ կարգավիճակ է սա եւ ինչ քայլեր պիտի ձեռնարկվեն այսպես կոչված կրիպտոգեն ինսուլտների ժամանակ, որpիսի հնարավորինս պարզեն պատճառը, որովհետեւ պատճառը պարզելը օգնում է նաև կանխարգելելու հաջորդ էպիզոդները։ Հուսամ օրերից մի օր այդ կանխարգելման գործընթացը եւս պարտադիր պայման կլինի Հայաստանում, որովհետեւ լավագույն բուժումը բոլորս էլ գիտենք, որ կանխարգելելն է։ Երբեմն շատ բժիշկներ ուղակի սուր էտապը բուժելուց հետո աչքաթող են անում պացիենտին կամ պացիենտը ինքը այլևս չի դիմում բժշկի ու պատճառները իր կաթվածի մնում են անհայտ։ Երբ որ գալիս են մեզ մոտ պացիենտներ, մենք փորձում ենք հիվանդանոցում գտնված ժամանակահատվածում մաքսիմալ հետազոտել հնարավորության սահմաններում պատճառ պարզելու համար։ Բայց եզակի հետազոտություններ, որոնք չենք տեղավորվում ժամանակի մեջ, քիչ պացիենտները, որ համաձայնում են հետագայում գալ հետազոտվելու, դրա համար խնդիրը երկկողմանի է, բժիշկ-պացիենտ աշխատանքը շատ կարևոր է, որ հասկանան, որ այս էտապից սկսած բուժումը սուր փուլից հետո նոր կաթված չունենալուն է նպատակաուղղված։ Ու նույն շողացող արիթմիայով հիվանդը ասում է, ինչի՞ էս տեղը ընդունում, մինչև չի հասնում ինսուլտի մահճակալին, չի կարողանում գնահատել այն ժամանակը, որը կորցրել էր կանխարգելում իրականացնելու համար։ Դրա համար մաքսիմալ հետազոտում ենք հատկապես երիտասարդ կաթվածներին, բայց բոլոր դեպքերում սիրտը իր հնարավոր բոլոր արատներով, արիթմիաներով, այսինքն ինչ պատճառ որ կարող է լինել տրոմբագոյացման համար, հետազոտում ենք մակարդելիության խնդիրները, որոնք եւս նպաստավոր հող են։ Ռիսկի գործոնները միշտ բնականաբար բացատրվում են պացիենտին, որոնք ծխելն են, ինչ որտեղ թմրանյութեր օգտագործելը, այսինքն դրանք բոլոր ռիսկի գործոնները պիտի ուղղակի թողնել, չի քննարկվում քիչ ծխել կամ չծխելու մեջ։ Կոնկրետ որ տեսակի թմրանյութերի հետ կապված կարող է լինել։ Ցանկացածի հետ բնականաբար հերոինը իրենցից ամենավտանգավորն է սպարագայում եւ նույն կառավարել զարկերակային գերճնշումը համոզել պացիենտին բացատրել, որ նա պիտի այդ դեղորայքը ընդունի մշտական, ոչ թե երբ իր ճնշումը բարձրանում է կամ երբ ինքը հիշում է, այսինքն այդ փոխադարձ աշխատանքը շարունակական բնույթ պիտի կրի ու եթե պետությունը կարողանա հովանավորել, որ այդ պացիենտները տարին գոնե 2 անգամ, գոնե 3 անգամ այցելեն եւ հետազոտվեն ու դա չմնա միայն բեր պացիենտի վրա, կարծում եմ կանխարգելումը շատ
շատ ավելի ակտիվ կաշխատի այս Ճիշտ պարագայում։ նույնպես ինչպես սրտաբանության մեջ է։ Այո, մեր ռիսկի գործոնները լրիվ սպասել գանգատ ունենալու, անհրաժեշտ է անցնել կանխարգելիչ քննություններ, որպեսզի վերահսկվեն ռիսկի գործոնները եւ կանխենք վտանգավոր էպիզոդները, ինսուլտի կամ ինֆարկտի կամ ուղեղի արյան շրջանառության այլ խանգարումների։ Դա նաև կնվազեցնի ֆինանսական բեռը, որովհետև հետազոտություններ կան, որտեղ ապացուցված է, որ ցածր եկամուտ ունեցող երկրներում, եթե ամեն պացիենտի հաշվով $1 ներդրում արվի կանխարգելման մեջ, դա 10 անգամ հետ է վերադարձվում, այսինքն $10 հետ է վերադառնում ամեն պացիենտի առողջության հաշվարկով։ Ուստի կանխարգելումը եւս ոչ միայն էֆեկտիվ է, այլ նաև ֆինանսապես ավելի ձեռնտու պետության համար։ Այ որ տարիքից սկսած է, որ արժի, որ անհատը անձը կանխարգելիչ նյարդաբանի զննում անցնի մեկ անգամ։ Եթե կան ռիսկեր, մանավանդ ընտանեկան անամնես, բնականաբար այս պարագայում չափահաս ցանկացած մարդու կարելի է հետազոտել։ 40+-ը դա ամենանախընտրելի տարիքն է, բայց եթե օրինակ ունեցել են հեմորագիկ կաթված նույն անևրիզմայի պատրումով, երկրներ կան, որ պարտադիր պացիենտը եկավ իր մոտ հայտնաբերվեց, իր ընտանիքի բոլոր անդամներին անում են կաթե անգիոգրաֆիա, որպեսզի տեսնեն այդ անոթային դեֆեկտը ունեն, թե չէ։ Բայց քանի որ մոտ 30-50%-ով ավելանում է ռիսկը, եթե ընտանեկան անամնես կա այս պարագայում, արդեն ցանկացած տարիքը հետազոտման համար նախընտրելի է։ Բարի, շատ լավ։ Էլ ինչ կարող են անել։ Ֆիզիկական ակտիվությունը որևէ դեր ունի կանխարգելման մեջ, սննդակարգը։ Այո, ռիսկի գործոնները, որոնք ընդհանուր են բոլոր անոթային պաթոլոգիաների համար, աշխատելու են նաև կաթվածի դեպքում, դա ճարպակալումից խուսափելը, առողջ սնունդ, հիպոդինեմիայի հետ պայքարելը։ Մարդիկ ասում են, ես ամբողջ օրը աշխատում եմ, բայց ամբողջ օրը տանը ֆիզիկական գործ անելը դա առողջարարի սահման չէ, այո, ամբողջ օրը ոտքի վրա եմ։ Պետք է շաբաթը գոնե 3 անգամ 1 ժամ ինտենսիվությամբ կարողանալ ուղակի վարժություններ անել։ Կամ եթե դուրս եք գալիս քայլելու, ցանկալի կլինի գոնե արագ քայլքով 1 ժամ քայլել, ոչ թե ուղակի ճեմել, որպեսզի կարողանանք կարգավորել մեր հոմեոստազ այս պարագայում ուղակի ազդելով ֆիզիկական գործոնների վրա։ Ցավոք չեն կարող պայքարել օդի աղտոտվածության հետ, որը ռիսկի գործոնների առաջին հանգյակում է իհարկե գտնվում, բայց կարելի է մնացած բոլոր սարսափ ֆիլմ է, դրա իմաստով տեղի ունենում։ Ես մի քանի համացանցային արձագանքներ լսեցի եւ շատ անհանգստացա անկեղծ։ Եթե այդ ինֆորմացիան հստակ է, ցավալի է, որովհետեւ իրոք աղտոտվածությունը շատ ավելի բարձր է թույլատրելի նորմաներից մեր քաղաքում։ Մի ուրիշ լրիվ այլ ոլորտից հարց տամ։ Ես գրեթե ամեն օր տեսնում եմ պացիենտներ կամ կին կամ տղամարդ, շատ էական չի, բայց ավելի հաճախ կանայք երևի թե որ գալիս են ասում են ինձ մոտ Ռշկուջան, ինձ մոտ նևրոզ է։ Այ ինչ կարծիք եք այդ ախտորոշման վերաբերյալ, կա արդյոք ինքը, չկա, ինչ է իրենց ներկայացնում եւ ինչ սիմպտոմներ կարող է ունենալ։ Որպես ախտորոշում այդպեսին կա, բայց այդ նևրոզ ասացի տակ մարդիկ հասկանում են ամեն ինչը ինչ կապ ունի հոգեբանական եւ հոգեբուժական կանգատների հետ, որպես պաթոլոգիա ինքը իհարկե դասվում է հոգեբուժական պաթոլոգիաների շարքին, բայց ցավոք Հայաստանում մեծամասամբ դրանով նյարդաբաններն են զբաղվում, որովհետեւ այդ ստիգման կա հոգեբուժի մոտ գնալ adekvat մարդու շատ քչերին է ընդունելի դրա համար օգնություն ցույց տալու համար այսօր ոնց որ կարծես է տրենդը ավելի դրական է գնում, այսինքն մարդիկ քիչ փորձում են հասկանալ, դիմելը նորմալ է, բայց ամեն դեպքում գալիս են մեծամասամբ ավելի շատ դեպրեսիվ կամ տագնապային կանգատներով։ Նևրոզները իրանք ուղղակի ընդհանուր ֆունկցիոնալ խանգարումներ են, դիսկոմֆորտի տարբեր տեսակ զգացողություններ, մարմնի տարբեր հատվածներում, սեղմոտ սրտում, քրտնելու զգացողություն, ընդհանուր վատ ինքնազգացողություն, կարող է նաև ձեռքը թուլանալ, ու այդ թուլանալը մանավանդ եթե վարքյաններ է տևում, բնականաբար ավելի հավանական է, որ կարող է նևրոզ լինել, բայց եթե դա թմրում է
եւ ձեռքը եւ ոտքը միաժամանակ անկախ տարիքից պիտի հնարավորինս մտածել տրանզիտոր իշեմիկ գրոհների մասին, որոնք եւս կարող են ահազանգ լինել այդ նույն կաթվածների համար։ Դրա համար անկախ տարիքից նամանավանդ եթե դա կտևի մի քանի վայրկյանից ավել, միշտ այդ մտածելու տեղիքը պիտի տան։ Մի կողմից լավ է, որ մարդիկ ահազանգում են իրենց առողջությանը, փորձում են հետևել, բայց մյուս կողմից էլ կան մարդիկ, որոնք շատ բարձի թող վիճակում են գալիս, որ արդեն առանց դեղորայքի հնարավոր չի լինում իրենց օգտակար լինել այս պարագայում, բայց ֆունկցիոնալ խանգարումները կյանքի որակից կախված իհարկե գնալով շատանում են։ Ցավոք սրտի շատանում են, հատկապես վերջին տարիներին ես շատ հաճախ եմ տեսնում նման գանգատներով բացի։ Ու շատանում են նաև երիտասարդների շրջանում։ Ինչով է դա պայմանավորված։ Երևի էլի աշխարհընկալման տեսակն է փոխվում ու երբ որ կան շատ հնարավորություններ, բայց քո եւ աշխարհի մեջ կա անհամապատասխանություն դրանք ռեալիզացնելու կամ ինքդ քեզ գտնելու, մեծամասամբ ես իմ սեփական տեսանկյունից ինչքանով հասցրել եմ ուսանողներին հետևելով հասկանալ դա, ավելի շատ այդ վաղվա օրվա նպատակ չունենալու դիսոնանսն է, որովհետեւ ոչ մեկ չգիտի ինքը ինչ է կոնկրետ ուզում ու այդ պարագայում երբ ինքը կհասկանա, այո, ինքը կհասկանա, իր քայլերը բոլորը դրան նպատակաուղված կլինեն, բայց ես ուսանողներից հասկանում եմ, որ իրենք ուսանող են դարձել ու շարունակում են իրենց գործունեությունը ավտոմատ ավելի շատ, քան թե գիտակցված, հա, ինչ որ սևեռվելու եւ նպատակին։ Ու երբ մեր դասընթացը հասնում է կոգնիտիվ ֆունկցիաների գնահատմանը, երբ որ սկսում ենք բարձրագույն ֆունկցիաներից խոսել, ես միշտ փորձում եմ տեստերի միջոցով հասկանալ հոգեվիճակը ուսանողների ու ցավալի է, որ դեպրեսիվ կոմպոնենտը շատ տարածված է, նույնիսկ այդ տարիքում։ Կարող է դա սպეციფიկ է բժշկական համալսարանի ուսանողների, միգուցե իրենց բեռը կարծում որովհետև իմ պացիենտներից արդեն ելնելով նաև մյուս համալսարանների երեխաների մոտ էլ դա կա։ Այնպես որ դա համընդհանուր է ու պետք է ինչ-որ ձև նաև հոգեբանորեն փորձել դրա հետ էլ պայքարել։ Իհարկե դա ասելը հեշտ է, անելը դժվար, որտեղ մի գործոնով չի պայմանավորված, շատ բազմագործոն խնդիր է, բայց ամեն դեպքում պիտի երիտասարդներին սովորեցնել ավելի նպատակաուղված ապրել։ Գիտես, ես երբեմն նկատել եմ, որ դա նաև կարող է շատ պրիմիտիվ կարիքների հետ կապված լինի։ Ասենք օրինակ առողջ սննդի եւ բավարար քանակությամբ վիտամիններ ընդունելու, չծխելու, ռեգուլյար ֆիզիկական ակտիվություն ունենալու, սրանք բաներ են, որոնք կարող են, այսպես ասած, մաքրել նաեւ ոչ միայն ֆիզիկական մարմինը, այլ նաեւ հոգեվորը, հոգեկանը եւ այսպես ավելի ռեժիմով ապրելու եւ ճիշտ ընտրություններ կատարելու արդյունքում մարդիկ թե ֆիզիկապես թե հոգեբանորեն կարող են շատ ավելի առողջ լինել, քան այսպես տարբեր կողմեր ընկնելու եւ փնտրելու եւ սխալ ընտրությունների եւ այդ արատավոր օղակը գնալով խորանում է հեշտի ուղությամբ գնալը ի վերջո կարող է հանգեցնել այո լուրջ խնդիրների։ Համաձայն եմ, բայց երեխան, որը մեծանում է ընտանիքում, որտեղ իր աշխարհայացքը ձևավորում է ծնողը, պետք է այդ դաստիարակությունը առաջինը կարծում եմ ծնողից սկսել, որովհետև եթե սննդակարգի մեջ կան շեղումներ, դրվածքը սկսվում է ծնողից։ Եթե տղայի համար մեծ որովայնով հայրիկը իդեալ է, բնականաբար ենթագիտակցորեն նա եւս ցկտում է սխալ ապրելակերպին ու նմանատիպ վարքագիծը միաֆակտոր չէ, այսինքն միայն սոցիումը չի, այլ ընտանիքից պիտի սկսել, իսկ դա շատ բարդ խնդիր է ու երեխաների մտածելակերպն ու վարքագիծը փոխելը արդեն ձևավորված տարիքում շատ ավելի բարդ է։ Այնպես սիրելի ծնողներ, միշտ հիշեք, որ ձեր խորհուրդները էական դեր չունեն, եթե դուք ինքներդ ռոլ մոդել չեք հանդիսանում ձեր երեխաների համար, ձեր առօրյա ընտրություններում եւ ձեր կեսակերպում։ Ժշկույ ջան, շատ շնորհակալ եմ, որ հյուր եկար, քո բազմազբաղ առօրյայից այս մի ժամը մեզ նվիրեցիր եւ զրուցեցինք շատ հաճելի ու հետաքրքիր թեմայի շուրջ։ Մեր հանդիսատեսի ի վերջում միշտ հետաքրքրում են որոշ հարցեր, որոնք կուզենայի ես տալ։ Առաջինը որն է այն խորհուրդը, որ կուզեի ոնց որ քո սորտի խորքից մեր հանրությանը տալ, որպեսզի իրենք միշտ հիշեն ու փորձեն հետևել։
Առաջինը շնորհակալություն հրավերի համար, ինձ եւս հաճելի էր շատ։ Հանրությանը երևի որպես նյարդաբան ամեն դեպքում խորհուրդ կտամ գտնել առաջինը իրենց հոգու հանգստությունը, որովհետև այդ հանգստությունը, ինքնագնահատումն ու ինքնաճանաչումը բերում է մեր ֆիզիկական առողջությունը։ Ու այդ պարագայում, որպեսզի ներդաշնակ ապրենք մենք մեր հետ, մեզ պետք է ինքներս մեզ հասկանալ։ Հետևաբար դրանով մենք կկանխարգել ենք շատ հիվանդություններ։ Բարեկամներ, մի փոքր կտրվեք ձեր առօրյայից, հոգսերից եւ ինչպես խորհուրդ է տալիս նյարդաբանը, փորձեք ճամփորդել դեպի ձեր ներսը, ճանաչել ձեր անձը, ձեր ցանկությունները, ձեր ամենախորքային ձգտումները եւ հասնել խաղաղության, որը կբերի այդ նույն խաղաղությանը ձեր շուրջը, ձեր բարեկամների, ձեր հարազատների մեջ, ինչն էլ ի վերջո անպայման կփոխակերպվի առողջության։ Շնորհակալություն Բժշկուհի ջան։ Ձեզ հետ եթերում Կարդիոլաբն էր եւ ես սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը։ Ցտեսություն, կհանդիպենք, երբ հանդիպենք։